որպեսզի հնարավորինս ես իր էմոցիայի վրա ազդեմ, քաղցածության էմոցիայի, կարոտի, վախի, հաճույքի, ծարավի, չգիտեմ, այս բոլոր բաները ես օգտագործեմ։ Եվ հետևաբար հիշենք, այս պայքարի մեջ էմոցիաները հուսալի չեն։ Եվ ձեզ թվում է, որ դուք պինդ կանգնած եք, այդ զգացմունքն ունեք այդպես, որ ձեզ ոչ մի չի կարող բան, հիշեք, չհենվեք զգացմունքների վրա։ Իրենց շատ հեշտ կարելի անել։ Հիշում եք, մեկ ֆիլմ է դեպքեր, եւ որոշել եք այս բանը, որ պահիտակ միտքը փոխում ես։ Ասես, բայց սրանից առաջինից էլ պինդ որոշել էի, բայց ո՞նց փոխեցի։ Ոնց եղավ որ փոխեցի։ Երկու օր որոշել էի, քանի հոգու հետ խորհրդակցել ենք ու որոշել էի։ Հիշում եք, որ ասում են Էլեն բիձին հանդիպեցի։ Հա, այս սկզբունքն է, ինչ որ մի բան կարող է հանդիպել, որը ձեր այս կամ այն էմոցիայի վրա աշխատի եւ ձեր որոշումը փոխի։ Նույնք էլ որոշել եք եկեղեցի գնալ, որոշել եք աղոթ կանել, որոշել եք երեկոյան, չգիտեմ, սուտ գիրք կարդալ, որոշել եք այսինչ տատին այցելել, այսինչ հիվանդին, ու մենք էլ տեսնում ենք ինչ որ մի բան, որը հաստատելի, համեմատելի էլ չի։ Ինչ որ պարազիտ սովորություն, չգիտեմ, ինչ որ հարաբերության, ինչ որ մարդ, որ հանդիպի շուտ բան, տեսար, եւ մեկ էլ այդ քո ծրագիրը փոխեց ու դու արեցիր այն, ինչ որ չէիր ուզում ան, հաստատ չէիր ուզի ան։ Քո որոշացնել ջուրն ընկավ ու դու հետո ասես ավելի թեվաթափում։ Էմոցիա, զգացմունքները զգուշ ենք լինում։ Մյուս կարևոր խնդիրը, որ պիտի խոսենք, ուրեմն հպարտության զգացողության արդյունքում նշանակալի է, այսինքն երբ քեզ խոսվում է, հա, ասենք, դու գիտես ով ես, որ քո համար Քրիստոս իր կյանքը զոհեց, հա, դու այսքան մեծն ես, չէ, այդ մարդուն ասում ես, Քրիստոսով դու այսքան, եւ մարդը սկսում է իրեն այդ լավ զգալ, այդ մի քիչ շոյվող բան է դերում այնտեղ, էլի, ես, ասես վերև, եւ դրա մեջ արդեն սկսում է նաեւ ինքնավստահության բան, ուրեմն ես շատ բաներ կարող եմ անել, այդ ինքնավստահությունը գալիս է նաեւ սնում մի տեսակ փառասիրության զգացողություն, հա, արդեն այս ուրիշների համեմատ մի քիչ առաջընթացային է, ոնց է որ հավատքի մեջ մի քիչ երկար գնացող է, ոնց է որ ինչ որ աղոթական նվաճում ունեցողը մեկը սուտ գրքից ավելին գիտի, չգիտեմ, անգամ պատկերացրեք են որ բանելում, ես ինչ եկեղեցին ասում ես գնացել եմ այդ գիտեմ, հա, 4 անգամ եմ գնացել, գիտեք քանի անգամ Երուսաղեմ եմ ուխտի գնացել, հա, այսպես չէ, ես մատերիս վերջ, այս ներքին հաճախ հպարտություն ուրիշի համեմատությամբ բարձրանալու, եւ ինձ ասեք, որ ես լավ հավատացել եմ, ինձ ասեք, որ ես երկար ժամանակվա այսպես ինչ լավն ես դու, հա, այս զգացողության հանգամանքը կա, եւ հոգևոր քողի տակ դեպի իբր ավելի լավին ձգտելու, ավելի բարձունքը լինելու, բայց իրականության մեջ այդ սեփական անձը սնելու հանգամանքը կա, սրա մասին ավելի մանրամասն կխոսեմ մյուս թշնամու մասին եւ խոսեմ, եւ այստեղ ամենակարևոր հանգամանքը, որ պիտի զգուշացնեմ, ուրեմն 7 մահացու մեղքերը գիտեք, հա, այս բոլորով հանդերձ, ստի խնդիրն է, ուրեմն հիշում եք սուտ եւ ստի հայր, ամենից սկսում է փոքր ստով, որ կարելի է, ոչինչ, ես մի անգամ կարծեմ այստեղ մեջ բերել եմ Սահակ Սրբազանի բերած օրինակը, որը մենք մեր ուսանողության ժամանակ այդպես իրար հետ քննարկեցինք, ուրեմն փոքր սուտ կա, որ կյանք է փրկում, ասել է սուտը, թե չէ, պիտի հստակ իմանանք, ինչ է, հաճախ մեզ թվում է արդարամտության մեջ, այդ սեփական եսի փառամոլ բանն է, հա, գոհացում տալու, որ ես արդարադատ եմ, ես ճշմարտախոս եմ, այնօրով էր ինչ-որ բան էր, ինձ ասում ասեց ես չէ, դա ինատո արել եմ, որ հետո չկարողանամ գլուխ գովել, որ դա ես չեմ արել, հա, օրինակ ես այո, 2 եմ ստացել, 0 եմ ստացել, հա, ես միայն բարձր գնահատականներ չեմ ստացել, հա, որ ես կատարյալ չեմ, որ դրա այդ ներքի զգացողությունը չսնի, եւ հիշում եմ ես մի տարիք եղավ, որ փորձ արեցի, ես ամեն բան պիտի ինձ ստիպեմ ուտել, որ ոչ մի բանի մեջ, այսպես, հա, այդ ներքին սեփական անձի հաղթելու, չհաղթելու հանգամանքը, եւ այդ կատարելության զգացողությունից էլ հնարավորինս հեռու մնալ, հա, սխալական կուզենամ ու բոլորին հավասար լինի, այդ օգնում է, որպեսզի դու հանգարց քեզ ավելի վերև չզգաս, բարձր չզգաս, այդ փոքր ստի հետ կապված պատմությունը սա էր, երբ ասում եմ, եթե դուք պատկերացրեք, լինեք շենքերի, չգիտեմ,
այդպես արանքում, բակում, այդպես մեկը վախվորած սփռտնած դեմքով գա եւ մտնի, չգիտեմ, ես ինչ մուտքը։ Մեկ էլ տեսնեք հետևից մեկը ատրճանակը ձեռքին գասի, ստեղ որ մարդ չտեսար անցնելու, սենց դեմքով, սենց բան։ Ու դա ասես, հա տեսա, մտավ ես մուտքը, բան, եւ ասում են, դու այն մարդու մահվան պատճառ ես դառնում, նույնն էլ մարդ սպանելու եւ բանտ ուղարկելու պատճառ ես դառնում։ Հիմա ասենք, եթե ասես, հա տեսա գնաց այն ուղղությամբ ու մարդուն, չգիտեմ, այն կողմ ուղարկես։ Դրանով լավ բան արած կլինես, թե վատ։ Մարդուն փրկած կլինես մեռնելուց, այս մեկին էլ մարդասպան դառնալուց։ Այն էմոցիան, որ կար, գուցե հանգչի մի քիչ մարդը ստապ մտածողության գա, ասես ինչ է անում։ Հիմա այդ քո փոքր սուտը պետք է ասես, թե չէ։ Որքան փոքրը թե մեծ, այդ կարևոր չէ, սպանի սուտը սուտ է։ Հա? Պետք է ասես։ Քննանք ենք։ Հիմա հստակ եմ ասում, դա արժե անեն, թե չէ։ Մի բան ասեմ, արժե, չէ, այսինքն հարաբերական է դառնում այստեղ։ Ստախոսության հանգամանքը ինչի համար է։ Սուտը ինչի է մարդն օգտագործում։ Նենգությամբ, նենգությամբ։ իրականությունից եղելու։ Սեփական շահի խնդիրն է այստեղ։ Երբ մենք պիտի նայենք նպատակը ինչի համար է սա։ Լավ։ Դրան բարձր։ Սուբյեկտը գիտեք ինչ է ասում։ Թաքցրու եղբորդ մեկը։ Տեսել եք։ Եկեք սենց խոսք կա, չէ՞, դեր նշան։ Դուք պատկերացնում եք։ Էդի առակների գրքի մեջ, հա։ Թաքցրու եղբորդ մեկը, այո։ Առակած գրք։ Եվ նայեք, սրա հակադարձ հիշում եք, որ կերպարը կգրում։ Եղբոր մեկից թաքցնել, եղբորը մատնել, հուդայի օրինակ։ Շատ կարևոր նուրբ հարց է, որպեսզի մենք հանկարծ ու հանկարծ սրա վրա մենք որտեղ պրավետի մարդիկ գծած, ես արդեն որոշել եմ, ես պիտի եւ մեկ էլ հանկարծ ես հայտնաբերում եմ, որ իրականության մեջ այդ ես իմ անձն եմ սնում, այդ ես գծած 100% անոց անթերի եմ ես։ Ես սուտ չեմ ասում, ես խորքում եսը սնող բան է դառնում։ Եվ այդտեղ սերը կորչում է։ Աստծո սերը։ Հետո որ ամենավտանգավորը հիշենք, ստի հորը մեր ներսում չթողնելը, որպեսզի մեր այդ սուտը եւ տարբերակել սա եղբայրասիրության, օգտակարության, չգիտեմ, այդ բոլոր բաներից, որ չբևերանա մեր անձը եւ մենք հանկարծ սխալ վիճակների մեջ չհայտնվենք։ Շուտ ես շատ եմ եւ չէ, մենք 7 քանի սկսեցինք, չէ՞, իսկ ժամանակ ունենք։ Հա։ Ինձ թվում է մարդու կյանքը փրկել է։ Ես տենց պատասխան։ Տերա իսկ կարելի է ճիշտ ասել ու հույսը դնել Աստծո վրա։ Ինչպես։ Ես դες հստակ ասում եմ, ընտրությունը ձերն է։ Ամեն մեկը երբ իրեն հանդիպի ինքն է անելու։ Ինչ անելու է։ Եվ հետո խղճի առաջ ինքն է պատասխանատվության, հա։ Բաներ կա, որ ես կարծում եմ տարբեր մարդիկ տարբեր բաներ, տարբեր կերպերով են պատասխանատու լինել։ Նույն արարքը, անգամ այստեղ եղող մարդիկ երբ անեն, Աստծո առաջ տարբեր կերպով են պատասխանատու։ Որտեղ բոլորս նույնը չենք ու նույն մտքով չէ որ անեն։ Մեկը կարող է հենց մատնության մտքով ուզում է անել։ Ասենք, չէ՞, այն մյուսը չգիտեմ, այդ Աստծո առաջ մաքուր բան սենց երևալու, այն մյուսն էլ չգիտեմ։ Իր եղբայրն է, մարդն էլ հոչի խափի եղբորն ասում է, չգիտեմ։ Տերնշան։ Էդի միայն կյանքի հետ է կապված, օրինակ բանակում եթե մեկը հեռախոս է պահում, ասում են հեռախոս պահում ես, ասում է, եթե ասի հա, պետք է գնա նստի ինքը ու սաղ սերժանները, բաները, աֆիցերները, եթե դեռ պիտի տուժի միայն քո անձը, խնդրեմ։ Իսկ տուժելը էդի կյանքի հետ է կապված, թե յուրաքանչյուր բան տուժելը։ Օրինակ բերդում նստելը տուժելը, չէ՞ խոսքի մի 10 օր։ Ռազմական ոստիկանություն։ Անգամ, ել եմ ասում, եթե սեփական անձիդ է վերաբերվում։ Մեր եկեղեցական կանոնները, հիշում եք, ես ձեզ ասել եմ, հոգևորականի հետ կապված։ Երբ անգամ քո անձին, իմ անձին, ես իմ վրա վերեմ, հոգևորական եմ, եթե իմ անձին սպառնում եմ մահվամբ, հա, կյանքին սպառնացող վտանգ կա, հա, եւ ես պիտի որևէ մեկին սպանեմ, որ ինձ փրկեմ, ես չեմ անի դա։ Բայց եթե պիտի փրկեմ որևէ մեկ ուրիշի, ես դա պիտի անեմ։ Հասկացա՞ք։ Մի բան հարցնեմ։ Անգամ եթե Ես հոգևորականի դեպքում, հա։
Եթե ասենք հիմա ինձ գերի են վերցրել, ես կարող եմ սպանել այս մարդուն փախչել, հա ես չեմ սպանի փախչել։ Բայց եթե քեզ պաշտպանելու հանգամանք կա, հետևում ես գյուղը կա, տղերքն են դիրքերում։ Հա ես հանուն ուրիշի իմ կյանքը ոնց է։ Հա։ Հաջան։ Այսինքն եթե մենակ Դավիթ թագավորը մենակ ինքը սոված լիներ ու գնար սրբության սրբոցից հաց ուտեր, Աստված այդ մեղք կհամարեր։ Չէ, դա մի քիչ ուրիշ խնդիր է, որովհետև Դավիթ թագավորը հիշեք, Աստծո հոգով խոսող մարգարե էր։ Գուցե այդ քահանաներից ավելի բարձր Աստծո առաջ լիներ այնքան, որ ինքը միաժամանակ իր անձի մեջ խտացնում էր հոգևոր եւ աշխարհային դեմքը։ Մարգարեական ոգով, հա։ Իզուր չէ, որ Քրիստոս հենց այդ հատվածը մեջ բերում է։ Առանց Աստծո չէ, էլի։ Շատ քարոզը շարունակենք, լավ։ Այդ օրինակների վրա կարող ենք խորանալ եւ շեղվել թեմանց, լավ։ Ուրեմն, այսպես ուրեմն, ով կարծում է, թե կանգնած է հաստատ, թող զգույշ լինի։ Գուցե թե ընկնի։ Ձեզ վրա ոչ մի փորձություն չի եկել, բացի մարդկանցից եկածը։ Բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել։ Այլ փորձության հետ փրկության ելքել է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել։ Մենք հաճախ ենք այս մասին խոսում, որ Աստված երբեք թույլ չի տալիս, որ մենք մեր ուժերից վեր փորձության մեջ լինենք։ Մեր ուժերից վեր, բեռ, հա, մեր ուսերին փորձենք կրել։ Այնքան ինչքան թույլ է տալիս, ոչ թե ինքն է դնում մեր ուսերին, այլ թույլ է տալիս մենք, որպեսզի դրա մեջ լինենք։ Մեր ուժերից վեր չի դնում, եթե մենք պարտվում ենք մեր համաձայնությամբ, ոչ թե այդ մեր ուժերից վեր էր։ Լավ։ Մենք ունակ էինք հաղթելու, մենք ոգու թուլություն ցուցաբերեցինք, ծուլություն ցուցաբերեցինք, չգիտեմ, վհատություն, այս կասկածամտություն, այս բոլոր բաները, որոնք որ խոսում են։ Հետևաբար մարդկային փորձության հանգամանք։ Հիշենք կարևոր մի բան, որը կարծում եմ մեզ համար սահմանել, որպեսզի այդպեսին պետք է։ Փորձությունը մեղք չէ։ Շատ հաճախ երբ մենք փորձության մեջ ենք ընկնում, սա շփոթում ենք մեղքերը։ Մենք պատկերացրեք ինչ-որ իրոք տհաճ վիճակի մեջ, ինչ-որ պիտ բանի մեջ է, վրագը ինչ-որ մեկը ինչ-որ, հա, բերել է քարը։ Դու դրա նկատմամբ քո ռեակցիայով ես որոշում, դա քեզ համար կվերածվի հենց քո ներսում, սխալի մեղքի թե չէ։ Այնպես ինչպես նորվա իրավիճակը բերեցինք, չէ՞։ Այդ փորձությունը, պատերազմն է, փորձությունը։ Իմ ընկերոջ հետ բախումն է, փորձությունը։ Չգիտեմ, ամեն մի քայլը փորձություն կարող է լինել, բայց դա դեռ մեղք չի։ Այս հստակ ենք սահման, լավ։ Սա ուրեմն հիշենք, որ փորձվելը փորձություն ունենալը, նշան է։ Հիշենք ձեզ մի անգամ մի կնոջ մասին էի պատմում, վարկ սրբոցից է, որ մի կին, որ այսպես անկեղծ լացակումած աղոթում է, այս վանահայրը մոտենում, ասում է, «Ես դարդում ես կին, որ ես լացում է, էլի»։ Ասում է, «Ով է կորել տեսնես, ինչ կորուստ է ունեցել, այսպես սքի մեջ է»։ Ասում է, «Արտասուքի մեջ է», դադարում է, ասում է, «Ով կին, ինչ եղել քեզ, ում ես կորցրել»։ Ասում է, «Աստված մոռացել է ինձ»։ Ասում է, «Ինչի՞ ես տենց մտածում»։ Չմեկ է, որ ասում է 3 տարի, ասում է, ոչ զավակս է անգամ հիվանդացել, ասում է, անգամ հավս չի կորել, ասում է։ Աստվածից մոռացել, ասում է։ Հա, հիմա փորձությունը նշան է։ Հետևաբար փորձությունը ոչ թե մեղք է, որը ցույց է տալիս, որ ես արդեն դառա այդ հակառակորդինը, բանսարկուինը։ Այլ փորձությունը նշան է, որ ես ճիշտ հակառակը իր կողմը չդարձա, իրանից հակառակ կողմն եմ գնում դեպի Աստված եւ ինքը ուզում է ինձ վնասել ու հետ բերել, ինձ վախեցնել ու հետ բերել։ Իմ մեջ այդ հինը արթնացնել այդ զգացումներս, կարոտի, սիրո, հաճույքից կապվածության, սովորութային, այս բոլորն օգտագործել, որ ինձ հետ բերի։ Կոտրի ինձ, կարճ, այն որ պատկերացրեք որոշում ա կայացրել, պիտի գնա ճակատ, մեկ էլ ճանապարհին սիրած աղջիկը դուրս ա գալիս, ասում է, ոնց դու ինձ թողնում գնում ես ռազմա ճակատ։ Եվ խորքում այդ պահին ինքը պիտի ընտրի, կամ։ Լավ, ես սիրած աղջիկ մի քիչ
ճիշտ ըստիս օրինակը չէր։ Սիրուհին կարող էր այսպես, հա, որ մենք արատավոր բանը ցույց տանք, էլի, որ մնալով հաստատ ինքը ճիշտ չի անում։ Չգիտեմ, գող ընկերն է հանդիպում, ասում է ոնց, դեռ մեզ ճակատ մնա կգնանք այս նրա տունը, ասենք, հա, այս ենք ալման, երբ ինքը սովոր է դրանով ինչ-որ բան, հիմա որոշում է կայացրել իր անձը նվիրել եղբայրասիրության բան, ինչ-որ հանրային օգուտի, Աստծո սիրով, չգիտեմ, այդ ամենը իրականացնել։ Հետևաբար հիշենք, որ փորձությունը մեկ չէ, փորձություն տվողը ով է, փորձիչը։ Մենք այլ ձևով ենք ասում ենք։ Հետևաբար փորձությունը փորձիչից է։ Աստված չի փորձում իր զավակներին։ Հիշում եք Հակոբոս Արաքյալի խոսքը։ Աստված չի փորձվում ոչ ոքից։ Եվ ինքն էլ չի փորձում ոչ ոքի։ Որևէ մեկը եթե փորձվում է, իր ցանկություններից է փորձվում։ Այդ զգացողությունը, էմոցիան չէ, ներսից ելնում ու մարդուն տանում է փորձության։ Հետևաբար հիշենք, փորձիչից է, բայց փորձիչը զորավոր չէ այնքան, որ կարողանա մեր ներսում հաղթել։ Հիշենք, որ ինքը պարտված է, այս աշխարհի իշխանը դատապարտված է, Քրիստոս հայտարարեց դա։ Ես հաղթեցի աշխարհին։ Այս երկու հատվածը հստակ հիշեք, խաչի վրա որ ասած։ Հա Այս աշխարհի իշխանը դատապարտված է, չէ՞։ Ես հաղթեցի աշխարհին, որ հստակ ասում եմ։ Այստեղ աշխարհում նեղություն կունենաք, բայց քաջալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։ Այդ նեղությունը մեղք չի, փորձությունը մեղք չի, սխալ չի։ Դա հաճախ այո, մեր կենթանի մնալու գրավականներից է, աշխույժ կենսունակ մնալու գրավականներից է, մարզված վիճակում լինելու գրավականներից է։ Դա մեր հոգևոր կյանքում միշտ եռուն մնալու հիմքերից է։ Հետևաբար, ինչպես ասացի, Աստված թույլ է տալիս, որտեղ դրա արդյունքում հաճախ մենք կարող ենք մեծ ցածկ ունենալ հոգևոր։ Եվ դրա համար ես սիրում եմ այս ժողովրդական խոսքը, ասում եմ, մեծ սարի գլխին մեծ ձյուն է նստում։ Հետևաբար, երբ դու հոգևոր կյանքում մեծ այսպես ցածկեր ունեցար, քո փորձություններն էլ մեծ են լինելու։ Ամեն մեկին իր կալիբրի չափով, հա, այսպես, որպեսզի մարդը կարողանա հստակ գիտակցել, որ, ահա, ես այն ժամանակ սես փորձություն չէր լինի, այն ժամանակ, որից տես փորձություն կար, չէի դիմանա, կկոտրվեի, կընկնեի, հիմա ու մենք այդտեղ տեսնում ենք աստվածային իմաստությունը, որ մենք երբ հավատքային մի քիչ աճ ենք ունեցել, նոր ինչ-որ լուրջ փորձություն է, ու մենք հասկանում ենք, որ, ահա, ուրեմն, սա նշան պիտի լինի, որ մենք հավատքային ինչ-որ հասունության գնացինք։ Ամենամեծ փորձություններից մեկը, որ ես հանդիպել եմ հոգևոր մարդկանց միջավայրում, հոգևոր սառնության փորձությունն է։ Լավ, երբ այդ գեղեցիկ ջերմ վիճակից հետո մարդու մոտ սկսվել է սառում, սառչելու զգացողություն եւ օտարում իրեն թվում է ինքը Աստծուց հեռու եւ հիշեք, սա փորձություն է, որը նշան է, որ դուք ճանապարհից ընկած չեք, գնում եք։ Հավատացեք, շարունակեք հավատալ, աղոթել, կարդալ, խոկալ, զորանալ Աստծով, այդ համայնքային կյանքի մեջ լինել եւ Աստված ավելին է տալու ձեզ։ Այնպես, ինչպես ես հիշեք, պատմեցի մի անգամ վանականներից մեկի խորհուրդը, որ ասում է. Աստված նախապես երեխայի պես է վերաբերվում ձեզ։ Շոկոլադ է տալիս, քաղցրավենիք, հա որ դուք այսպես մնաք։ Իսկ լավ է, չէ՞, որ ասում են, այստեղ ավելի լավ է կանգնել տանը։ Այնպես։ Ասում է, հետո ասում է, վերցնում է այդ ամենը, այդ հիշողությունը դուք ունեք, որ դա հեքիաթ չի եղել, ես ճաշակել եմ, գիտեմ այդ ինչ է։ Այսինքն նախ կապվել եմ, երկրորդը երբ արդեն դրանք չկան, հիշողությունը կա, որ ես կարող եմ այդ ունենալ։ Եվ ասում է, այդ փորձության շրջանը, երբ Աստված թողնում է, որ արդեն դու սեփական քայլերով գնաս, այն ժամանակ ինքն էր քո փոխարեն ամեն ինչ անում։ Ինչպես երեխային ենք որնում։ Եվ այո, քո քայլելուց էլ մեր կատել կընկնես, ոչինչ։ Երկու տեղ ցավի բան, բայց կարող ջարդոց չի լինի, հետևում են քեզ, հա, չգիտեմ, ինչեր են, որ խադունոկով ես քայլում այսպես, հայերեն ինչպես կասեն։ Քայլակով ես։ Քայլումոկ։ Հա, քայլակով օգնում են քեզ, որ դու, այսպես ասեմ, քնքուշ հայացքի, խնամքոտ հայացքի տակ ես մեր դնում։ Ավելի մեծ փորձության եթե լինի, Աստված կպահի։ Այնքան է, ինչքան դու կարող ես տանել։ Հետևաբար, այս ճանապարհորդության մեջ հիշում ենք, առաջին էտապը քաղցրավենիքի էտապն է, երկրորդը հոգևոր սառնության մեջ
երբ Աստված թույլ է տալիս սեփական քայլերով որպեսզի գնաս, որովհետև դու ի վիճակի ես հաղթելու սատանային, հիշեք։ Մարդը ի վիճակի է, որովհետև երբ դուք ձեր ներսում Քրիստոս եք ունենում, հիշում եք, եթե ներկա եք եղել երբևէ դիվահալածության աղոթքի երթեմնեցության, ասում ենք Տեր, քո այս զավակին, զորացրու, ասում ենք, թող նրա ոտքերի տակ սատանան բան լինի, սատակվի, կողկրտի ինքը ոտքերի տակ։ Այնպես, ինչպես որ մեջ բերվում է, հետաքրքիր է նենք է սատանան Քրիստոսին փորձում է, այդ Սաղմոսի կեսն ասում է, կեսը չի ասում։ Որ ասում է, քեզ գցի այստեղից, որտեղ գրված է, որ հրեշտակները քեզ կբռնեն, ոտքիդ քարին չի առնի։ Գիտեք շարունակությունը որն է։ Դու քո ոտքի տակ կողոտես կարիճներին եւ օծերին, այսինքն հենց իրեն։ Այ դրա համար հոգեվորականների հողաթափերի վրա ասեղնագործվում է կարիճ եւ օծ պատարակչի, հա, որով ինքը կողոտում է զորությունները։ Այսինքն սա անում է ամեն մի քրիստոնյա, ինքը իշխանություն ունի կողոտելու այդ զորությունները։ Հետևաբար Հակոբոս Առաքյալի նամակն ասում է, սատանան կփախչի ձեզանից լավ, եթե բանալին մեկն է, հնազանդվենք ասում, խոնար լինենք ասում։ Այսինքն, մեր հավատքի զորագլուխն ինքն է։ Եթե զորագլխի հետևից եմ գնում, ինքը հրաման է տալիս, որտեղ կրակեմ, ինչպես կրակեմ, որտեղ դիրքս ընտրեմ, ինչ անեմ։ Հենց չհնազանդվեցի, ինքնագլխություն արեցի, ինքնաբերաբար դա իմ մահվան պատճառն է, ինչպես կռվի դաշտում է։ Ես հիշում եմ, որ Անդրանիկի մասին, երբ ֆիդայիները միշտ հուշեր եմ շեշտում են, ասում են ինքը իդեալական կերպով դիրք ընտրել գիտեր։ Այն ֆիդային, որ Անդրանիկին չլսի ու դիրքը ճիշտ չընտրի, ինքը պոտենցիալ զոհող է։ Իսկ գիտեք ֆիդայիների բանած այդ կոչը ինչ էր։ Ով զարկվի դավաճան է։ Չպիտի զարկվես, չպիտի մեռնես, պիտի հաղթես, պիտի մնաս, պիտի ապրես։ Սա հոգևոր կյանքի վրա շատ լավ բանաձևում է։ Ով պարտվի դավաճան է։ Այ ով այդ փորձությանը կոտրվի դավաճանություն է անում Քրիստոսի, որտեղ Քրիստոս տվել է զենքերը, դիրքերը ցույց է տվել, հետևից գնալ է, ուրեմն հրամանից հեռու ենք մնացել։ Ուրեմն չենք անսացել իր կոչին, իր հետևից չենք գնացել, իր դիրքը, որ նշանակել է դրա մեջ չենք։ Եվ դրա համար Սուրբ Գիրքը եւ եկեղեցին սովորեցնում են, թե ինչպես պիտի դիմակայենք սատանային։ Չմեք պահք, ծոմապահություն, որ տարին է Սուրբ Գիրքը, չէ, այսպիսի դևա հալածվում է պահքով։ Եվ խոնարհության խնդիրը, որը կրկին պիտի բերեմ այն հայտնի տեսիլքից, որ այդ ցանցերը տեսնում եւ ասում ով կարող է հաղթել այս սատանայի ոստայնին, հայ սարդոստայնի պես ցանցերին, որոգայթներին։ Եվ ի վերևից ձայնը լսվում է բանական Սուրբ օրը, որ միայն խոնարհությունը։ Խոնարհությամբ մարդը կարող է հաղթել։ Եվ խոնար է Աստծո հրամանին։ Խոնարը իբրև զորագլուխ, ինքն էլ իբրև զինվոր, չգիտեմ, տասնապետ, հարյուրապետ, հազարապետ, ով ինչպիսին կլինի, քահանա, թե սարկավակ, թե պարզ դպիր, թե սովորական այր կամ կին եկեղեցում, հավատացյալ։ Իբրև այդ ընտանիք, որը գնում է իր զորագլխի հետևից։ Եվ հիշենք, աղոտ, Սուրբ Գրքի ընթերցանություն, խոկում սրա մասին եւ անընդհատ Աստծո ներկայության մտաբևեռում, որ ես զգացողություն ունեմ, որ Աստված միշտ հետս է, արթուն կերպով այդ իր ներկայության զգացողություն, ինչ որ անցած օրը ես դասապետել խոսում եմ։ Ես շարունակեմ, դեռ երկու թշնամի ունեմ։ Թե թողենք հաջորդի։ Լավ, եկեք ես